իմ համար ինչն է շատ բարդ, որ ես լսելով քննադատություն չեմ լսում ալտերնատիվ առաջարկներ։ Իսկ դուք չեք պատկերացնի ինչքան ավելի օգտակար կլիներ կամ ոչ թե օգտակար կլիներ process-ի համար, համարեք իմ համար, եթե լիներ ալտերնատիվ առաջարկների, ենթադրենք կամ մոդելների դիսկուս, որը իհարկե ավելի շատ կզսպի մեր երկրի ռիսկերը ու ավելի շատ բան կտա գործընթացի արդյունավետությամբ։ Լսեցի ձեզ բան Քոչյան, բայց հիմա տենց ուզում եմ ասեմ, դա կարծում եմ միակ ալտերնատիվը պիտի չլիներ այս դիսկուսի մեջ, ընդ որում հարգարժան Տիկին Գալստյանը մասնավորապես խոսում են ապագա պատասխանատվության մասին, ձեզ թվում է ես դա չեմ հասկանում, բայց ես հասկանում եմ նաև մեկ բան, որ եթե մեր խնդիրները մենք չլուծենք, ոչ մեկ չի լուծի, կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն։ Այո, պետք է ունենալ համարձակություն խնդիրներին լուծում տալ, ոչ թե դելեգացնել երրորդ ուժերի կամ երրորդ երկրների, ինչը նշանակում է ըստ էության սպառել կամ դիսկոնտավորել ներողություն, թույլ տվեք, ես շատ կարճ եմ լինելու, նշանակում է դիսկոնտավորել ինքնիշխանությունը, որը անթույլատրելի է բոլորիս համար, դա մեզ ոչ մեկ չի ների, սահմանազատումը կների թե չի ների, դա այդքան էական չի, բայց ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ ոչ մեկ չի ների, եւ այդ իմաստով ամեն ինչ շատ լավ հասկանալով Եվ շնորհակալություն ձեր հոգատարության համար իմ ապագայի հետ կապված, բայց այնուամենայնիվ վստահ եղեք, որ որևէ կասկած ու որևէ մտահոգություն դրա հետ կապված ես չունեմ, անկախ թե ինչ տեղի կունենա։ Բայց ամփոփելով ես կմիանամ բարձր դատարանից ներողություն խնդրելու, որ այս առիթով իհարկե էլի հնչեցին գնահատականներ, որոնք իհարկե շատ էլի հարված են մեր ինքնիշխանությանը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ այս նիստին հետևում ենք ոչ միայն մենք կամ մեր լրագրողները, եւ այդ իմաստով տենց հեշտությամբ բարձր դատարանի հասցեին այդ որակի քննադատություն անելը իհարկե նաեւ տպավորություն կստեղծի երկրի ինստիտուտների մասին, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ,